Եվ վերադառնալով օրվա խորհրդին, ի տարբերություն ազատամարտիկների, կամավորական ու ֆիդայական ջոկատների, բանակ է դառնում իր այսպես ասած ատրիբուտիկայով։ Այսինքն դրանք կոչումներն են համազգեստը, զինանշանը, հիմնը, նաև բանակի մասին երգերը։ Երբ թերթում ես բանակի ու բանակին նվիրված երգերի փլեյլիստը եւ լսում, պարզ է դառնում, որ ռազմերգերը արտացոլում են բանակի զարգացման փուլերը։ 90-ականներին դրանք կամավորագրվելու կոչ էին, հիմա ձոն, կայացած ու մարտունակ բանակին։ Այսինքն, բանակի հետ միասին միահյուսված, բայց բանակից անկախ երաժշտությունը իր զարգացման նոր էտապն է ապրում։ Մանու Իրիցյանը իմի է բերել հայկական բանակին նվիրված ստեղծագործությունների ամբողջական երգացանքը։ Երազիմ երկիր հայրենի Սկզբում հայրիկի շուրթերով երգեց Հայրիկ Մուրադյանը, հետո բոլորը։ Երազիմ երկիր հայրենի Հույսդ մեծ Ես մի բուրնեմ քողի Շուշան Պետրոսյանի ու Հայկոյի կատարումը ու երգի առաջին տեսահոլովակի պրեմիերան 94-ին էր։ Զինադադարից հետո ուղիղ 23 տարի առաջ հունվարի 28-ին Երազ հայրենիքի մասին երգը դարձավ հայոց բանակի պաշտոնական հիմնը։ Այն տարիներին հիթային այս կատարման մինուսներն ու պլյուսները չեն պահպանվել, մնացել են միայն տեսահոլովակն ու հիշողությունը։ Թիվն ու քանակը գործում թե քանի անգամ եմ երգել եւ որտեղ եւ աշխարհի որ բեմերում։ Փոքր երգացանկով, բայց մեծ երգերով երգչուհին հպարտանում է։ Հայրենասիրական ու ռազմական երգերը ռեպերտուարում միշտ գլխավոր տեղում են։ Բեմական ընկերներին ու գործընկերներին մի խնդրանք ունի՝ գոնե հայրենիքի մասին խրոխտ երգերին կլկլոց չավելացնեն։ Այս մեկն էլ էս կրկնում, մյուս եկողն էլ էս կրկնում, երրորդն էլ էս կրկնում, բա հետո գուցե մի անգամ էս տեղափոխվես Ադրբեջան բրցնենք քեզնից։ Բանակային համազգեստով ու բանակի մասին երգերով հայկական էստրադա մտավ նաև Մայա Մարգարյանը։ Զինվոր երգչուհին ուրիշ երգեր էլ երգեց, բայց ուժեղ զինվորի ու բանակի մասին երգը դարձավ ամենահայտնին։ Կամուֆլյաժով կանայք էլի եղան, բայց Մայան առաջինն էր։ Հիմա երգչուհին Հայաստանում չէ, երգն էլ պահպանվել է միայն YouTube-ում։ Ամենագնացով բանակային երգերով բոլոր զորամասեր հասավ նաև Դավիթ Ամալյանը։ Զգացմունքային, բայց ռազմական երգերը կռված երգչի համար հատուկ նշանակության են։ Տղեկ, գիշերներն հաճախ եմ անքում։ Մինչև զինվորի հետ սեղան չնստես, զար չգցես, նրա մասին երգը հուզմունքով չես կատարի։ Չկա զորամաս, որ ընկերներ չունենա։ Այսօր ամենասիրելի երգի հեղինակի հետ հանդիպման օրն է։ Զինված ուժերի ռազմանվագախմբի ղեկավարն է գլխավոր զինվորական դիրիժորը ու սպայի պատվի մասին ամենահայտնի երգի հեղինակը։ Պատիվ ունեմ նա ինձ ասաց և նույն պահին էլ հեռացավ։ Ինքը որոշեց պատիվ ունեմը պետք է երգի հենց Դավիթը։ Պատիվ ունեմ նա ինձ ասաց և նույն պահին էլ հեռացավ։ Դավիթը խանդոտ չէ, իրենից հետո շատերը երգեցին, որոշ կատարումներ ինքն էլ շատ հավանեց, բայց լավագույն կատարումը սպաներինն է։ Կյանքս կտամ հայրենիքից, հոգիս աստծուն պատիվս ինձ, զայնքս որդուս իսկ սերս մայրերին կտամ։ Մենք բանակի կեֆ ենք անում, մարտական ընկերոջս նրան ու դիրքերից էր խորացել, բոլոր ընկերներով կանգնեցին, մինչև վերջ հետս երկեցին։ Սպայի պատիվը բարձր պահեցին ու նույնիսկ հեղինակի ու կատարողի մշտական բանավեճը, բառերը փոխել, պահելը երգը պակաս ազդեցիկ չդարձրին։ Դաշույն կողքին զենքը ուսին, քայլում էր զգուշ լուսանի պես։ Դաշույն կողքին զենքը ուսին, քայլում էր զգուշ լուսանի պես։ Ուրեմն լուսան մեջս ֆիքսել էր, սա երգը բան չի, դե օրկեստրը 1080 նվագախումբ ես բան, լուսանը ֆիքսեցի, վերջին թաքուն անտես ասեցի։ Դաշույն կողքին զենքը ուսին, քայլում էր զգուշ թաքուն անտես։ Բանակային ամենահայտնի խումբն է այս օրերին զինվորական ռեժիմով են ապրում, արթնանում են շուտ, առավոտյան փորձ, երեկոյան համերգ։
Զեյթունցիների ոգով հաղթական երգը Զորամասում երգչախումբն է կատարում շարահրապարակում ժամկետայինները։ Աստար, զգազ, երկով քայլով, մարշ։ Ճաշարան թե զբոսանքի զինվորներն օրը սկսում ու ավարտում են երգով։ Մինչև հրամանը կհնչի, որոշում են, թե այսօր ինչ են երգելու։ Եթե նույնիսկ երգել չգիտես, Զորամասում դառնում ես իսկական սոխակ։ Ցանկալի է, որպեսզի բոլորը գոնե միասին երգեն։ Զորամասում թե կուլիսներում զինվորական մարշի մասին երգը հիշեցնում է իսկական զինվորին վայել պահվածքի մասին։ Թաթա Սիմոնյանը գիտի երգի մոգական ուժի մասին, բայց ավելին է ուզում։ Երգ երաժշտություն շատ լավ բան է, բայց ես կուզեմ, որ Աստված մեր զինվորի թիկունքին կանգնած լինի։ Զինված ուժերի 25 տարիների ընթացքում բանակի ու զինվորի մասին պատմող երգեր գրվում են ամեն օր։ Դահլիճում նստած լսում է իր երգերը, որոնց հաշիվը կորցրել է։ Հիմա որ ուզում եմ հիշել, շատ դժվար է ամբողջությամբ պատկերը տալ։ Ամեն ինչ սկսվեց 2006-ին, այսօր արդեն անկախ Հայաստանի ամենաերգառատ հեղինակը խոսում է նաև թվերով։ Գրած 600 երգերի 30%-ը նվիրված է հայրենիքին, բանակին ու զինվորին։ Խաղաղության ամենքից ճակատագրերն են տարբերվող Քեզ կասել որ երազում Արցունքներ ու ծափեր Ավետ Բարսեղյանի ու առաջին տիկնոջ հեղինակային երգն է Բեմում Ազատ Ասոյանի փոքրիկ եղբայրը։ Զինվորի մասին բալլադը ծնվեց, երբ զոհված զինծառայողի ծնողները հայտնեցին լուրը, տղա են ունենալու։ Աշխարհում այս մեծ ու բարդ դու պիտի դառնաս լավ մարդ։ Ռիտա Սարգսյանի ու Ավետ Բարսեղյանի երգը ստացվեց ոչ թե զոհված զինվորի հիշատակին, այլ վերածննդի օրորոցային փոքրիկ Նարեկի համար։ Ռազմահայրենասիրական մոտիվը սիրային երգերի հետ մրցում է, երբեմն էլ հաղթում։ Զինվոր թե քաղաքացի, տանը թե բանակում, ապրել, սիրել, կռվել ու հաղթել են ուզում երգով։ Խրոխտ, բայց հուզիչ, զգացմունքային, բայց իրական, մարտական, բայց խաղաղության մասին։ Մանու Իրիցյան, Նարեկ Գալստյան, Ալբերտ Գալստյան, Խաչատուր Եսայան, Post Factum։